Բարև ձեզ սիրելի ընկերներ, փառքաստու որ մենք այսօր էլ կենթան ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ, առողջ ենք եւ կարող ենք ուսումնասիրել իր խոսքը, թող Աստված իր Սուրբ Հոգին թափի մեզ վրա եւ մեր միտքը բացի, մեր սիրտը բացի, որպեսզի մենք ոչ միայն հասկանանք, այլ նաեւ մեր սիրտ մտնի իր խոսքը եւ Հիսուսի շնորհքով իրականացնենք մեր կյանքում։ Հիսուսի անով խնդրեցի, ամեն։ Մենք գիտենք, որ այս երասյակ ուսումնասիրում ենք Հովհաննեսի ավետարանը եւ արդեն հասել ենք 11-րդ դասին, որ կոչվում է Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Հիշելու համարն է Հովհաննես 14:26 Մխիթարիչը Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի։ Հովհաննեսի ավետարանը թեմաների խճանկար է։ Հովհաննեսը դիմում է նշաններին եւ հրաշքներին, որպեսզի ցույց տա, որ Հիսուսը մարգարեների կողմից խոստացված Մեսիան է։ Հովհաննեսը դիմում է բազմաթիվ վկաների Հիսուսին որպես Քրիստոս վկայելու համար, նա նաև օգտագործում է ես եմ պնդումները Հիսուսի աստվածությունը շեշտելու համար։ Աստվածության բոլոր 3 անձերը հիշատակված են Հովհաննես առաջին գլխում։ Դարեր շարունակ մարդկությունը փորձել է լիովին հասկանալ աստվածության բնույթը, բայց քանի որ դա անհնար է, շատերը մերժում են այդ գաղափարը, սակայն անմտություն է մերժել այն, ինչ որ մի բան, այն պատճառով, որ չես կարող լիովին հասկանալ այն։ Եվ դրա համար էլ Հիսուս ասում է, ով որ հավատա, չի ասում ով որ հասկանա։ Այսինքն իհարկե մենք հասկանում ենք այն ինչ որ Աստված մեզ բացել է, բայց ինչ որ հասու չէ մեր ուղեղին, այսինքն Աստված անսկիզբ եւ անվերջ արարած է, ամենակարող, այնքան հզոր էներգիա ունի, որ կարող է իր խոսքով ստեղծել ամեն ինչ, ինչ որ ուզի, աշխարհներ, գալակտիկաներ, մոլորակներ։ Եվ մենք մեր սահմանափակ ուղեղով ուզում ենք հասկանալ ամեն ինչ Աստծո մասին։ Դա անհնարին է։ Մենք կարող ենք հասկանալ այնքան, ինչքան որ մեր ուղեղը թույլ է տալիս։ Եվ ինչքան որ Սուրբ Հոգին կարող է բացել մեր ուղեղի հնարավորությունների համեմատ։ Եվ շատ մարդիկ իրենց հավատքից հեռացել են հենց միայն այդ պատճառով կամ էլ մոլորության մեջ են ընկել, որտեղ չեն կարողացել բացատրել Աստծո երրորդությունը, Աստված, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Մեր բանականությունը, մարդկային բանականությունը շատ նեղ է այդ ճշմարտությունը հասկանալու համար։ Մենք միայն կարող ենք հավատքով ընդունել այն, ինչ որ Աստվածաշունչը ասում է։ Իսկ Աստվածաշունչում պարզ գրած է շատ տեղերում, որ եւ Հիսուսն է Աստված, եւ Սուրբ Հոգին է Աստված։ Հովհաննեսը ասում է, որ եթե ուզում ես հասկանալ Աստծուն, պետք է նայես Հիսուսին եւ նրան, ինչ բացահայտվում է խոսքի միջոցով։ Այս մոտեցումը մեզ համար հարաբերությունների մի ողջ նոր աշխարհ է բացում, աստվածության 3 անձերի, աստվածության անձերի եւ մարդկանց միջև, ինչպես նաեւ հենց մարդկանց միջև հարաբերությունների մասին։ Այս ուրեմն դասը կլինի այն մասին, թե ինչպես է Հովհաննեսի ավետարանը ներկայացնում Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ուրեմն Հովհաննեսի ավետարանը գրված է ընդհանուր աստվածաշնչյան պատմության տեսանկյունից, սկսած մեր ծագումից։ Ծննդոց առաջին գլխի առաջին համար ասում է, սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկինքը։ Եվ Աստված Էլոհիմ բառն է, որը ոչ թե եզակի թիվն է, այլ հոգնակի։ Եվ նույն ձևով
Հովանեսն է ասում, սկզբում էր բանը եւ Աստված եւ բանը Աստծո էր եւ բանը Աստված էր։ Ուրեմն մենք գիտենք, որ ստեղծագործությանը մասնակցել են եւ Հայրը եւ Որդին եւ Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին դա այն է, որ ասում է եւ Աստծո Հոգին թևածում էր ջրերի վրա, այսինքն ինքն էր մասնակցում արարչագործությանը, իսկ Հիսուսի մասին բազմաթիվ տեղերում եւ Հովանեսը եւ Պողոսը բազմաթիվ տեղերում ասում է, որ նրանով է ստեղծված ամեն ինչ եւ նրա համար եւ նրանով է կանգուն։ Մենք սա կարող ենք միայն ընդունել հավատքով։ Ուրեմն, սկզբում Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, Էլոհիմ, ստեղծեցին երկինքն ու երկիրը։ Նրանք են այն ամենաաղբյուրը, ինչ գոյություն ունի։ Նրանք ստեղծել են տիեզերքը եւ այն էակներին, որոնք բնակեցնում են այն։ Մեր մոլորակի վրա արարվեցին առանձնահատուկ էակներ եւ այդ էակներից ամենաառանձնահատուկը մարդն էր։ Եվ Աստծո մարդուն արելու նպատակն այն էր, որ մենք ապրենք նրա եւ միմյանց հետ սիրո ներդաշնակության մեջ։ Սրա համար է մեզ ստեղծել Աստված։ Ապրել սիրո եւ ներդաշնակության մեջ, այլ ոչ թե կռիվների եւ նեգատիվ մթնոլորտի մեջ։ Մարդը այնքան առանձնահատուկ էր, որ ամեն ինչ Աստված ստեղծեց խոսքով, բայց մարդուն ստեղծեց ձեռքերով։ Ցավոք Արուսյակը մեղք բերեց այս աշխարհ, մեղքը ի թիվս այլ բաների Աստծո հետ մեր հարաբերությունների խաթարումն է, այն Աստծո ով լինելը սխալ ներկայացնելն է։ Այսինքն ինչ արեց այդ հզոր հրեշտակը, սկսեց ստեր քչել Աստծո մասին։ Գիտեք, այսօր ինչքան մարդիկ ատելությունից, նախանձից, չգիտեմ ինչից, ստեր են փչում ինչ որ մեկի մասին։ Եվ այդ ստերը խանգարում են, իհարկե խանգարում են։ Եթե մարդիկ նեղմիտ են եւ հավատում են այդ հերյուրանքներին, այսինքն դա շղթայպես գնում է, մեկը ասում է, հետո մյուսը, նույն ձև եղավ Արուսյակի մոտ։ Նույնիսկ այդ կատարյալ էակները հրեշտակները հավատացին նրա ստին, 1/3 հրեշտակների հավատաց նրա ստին, որ ինքը խեղաթյուրեց Աստծո պատկերը։ Եվ նույն ձև այստեղ աշխատում են մարդիկ, որպեսզի վնաս պատճառեն մեկին կամ կանացնեն գործունեությունը, խեղաթյուրում են նրա բնութագիրը, սուտ խոսելով, եւ եթե մարդը այդքան հասկացողություն չունենա, որ ինքը տեսնում է, գիտեք, արդեն ոչ թե գիտեք, երբ որ մեկի մասին ինչ-որ բան են ասում, արդեն այդ աչքերով է նայում այդ մարդուն։ Բայց մեր նպատակը պետք է լինի միշտ օբյեկտիվ աչքերով նայել, ոչ թե սուբյեկտիվ ինչ-որ մեկի կարծիքի ներքո, այլ օբյեկտիվ, եւ դա շատ է օգնում, որպեսզի ճիշտ ձևով ընկալես ինչ-որ քո շուրջն է, ճիշտ ձևով ընկալես մարդկանց, ճիշտ ձևով մեկնաբանես իրենց ասածը եւ արածը։ Եվ ուրեմն այդ սուտը, որ սկսեց Արուսյակը, այսօր էլ տարածված է այս աշխարհում, մարդիկ իրար վնաս են պատճառում իրար մասին սուտ խոսելով եւ այլն։ Եվ ցավոք հարաբերությունները խաթարվեցին, որովհետեւ մարդիկ սկսեցին մտածել, որ Աստված դաժան է, եւ սկսեցին իրենց խելքով աստվածներ ստեղծել։ Արևը, սկսեցին աստվածացնել արևը, լուսինը, ծառը, ջուրը, ծովը, ամեն ինչ, բացի ճշմարիտ Աստծուց, ով արարիչ է։ Այսպիսով Հիսուսն իր վրա վերցրեց մեր մարդկային էությունը, Աստծո վերաբերյալ իմացությունը վերականելու եւ մարդկությանը փրկագնելու համար։ Ուրեմն այն ժամանակ, երբ որ դեռ մեղքը չէր մտել աշխարհ, դեռ նույնիսկ Արուսյակը չէր մեղանչել,
Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի ժողով արեցին եւ որոշեցին ինչ պիտի անեն, եթե քանի որ իրանք ազատ ընտրության իրավունք են տվել իրենց ստեղծած արարածներին եւ մտածեցին ինչ պիտի լինի, եթե արարածներից մեկը իր ազատ ընտրությունը օգտագործի եւ հեռանա Աստծուց կյանքի աղբյուրից, կյանքի եւ երջանկության աղբյուրից։ Եվ Հիսուսը համաձայնվեց, որ ինքը զոհ կմատուցի իրեն, կվճարի իրենց մեղքի համար եւ դրանցով իրենց երկրորդ հնարավորությունը կտա, որ իրենք հասկանան իրենց սխալը եւ ապաշխարեն եւ ետ վերադառնան դեպի հավիտենական կյանք։ Եվ քանի որ մարդիկ մեղավոր են, ոչ ոք չէր կարող ներկայացնել Աստծուն, ոչ ոք չէր կարող Աստծո ներկայացուցիչը լինել։ Մենք գիտենք, որ ջրհեղեղից առաջ բոլորը փչացան, բացի Նոյից ու իր ընտանիքից։ Նոյը կարողացավ Աստծո ներկայացուցիչ լինել։ Հետագայում նորից փորձեր կատարվեցին, այսինքն Աստված Աբրահամին ընտրեց, Աբրահամը ճիշտ է, մեղանչեց, բայց հավատարիմ մնաց Աստծուն եւ կարծես թե Աստծո ներկայացուցիչը եղավ։ Բայց արդեն իր զավակները, իր սերունդը այնքան հեռացավ Աստծուց, որ երբ որ Հիսուսը որպես մարդ ծնվեց այս երկրի վրա, մարդացավ, այս ազգը, որ պիտի ներկայացներ ճշմարտությունը, բոլորին հեռացած էր ճշմարտությունից։ Այսինքն չկար մեկը այս երկրի վրա, որ լիներ Աստծո ներկայացուցիչը։ Եվ դրա համար ով կարող է ճիշտ ներկայացնել Աստծուն, միայն Աստված։ Եթե մարդը որպես իրեն ներկայացուցիչ ինչ որ մեկին պիտի ընտրի, պարզ է, որ կընտրի մեկին, որ կարող է վստահել, մեկը, որ լիովին կարող է իրեն ներկայացնել ճիշտ ձևով, այլ ոչ թե սխալ։ Մարդը չի ընտրի մրջյունին կամ, չգիտեմ, կատվին կամ շնին, որ իր ներկայացուցիչ լինի, այլ իրպես մարդուն, սովորաբար որդուն, որդին է երբեմն նման լինում հորը եւ նույնը այստեղ է, Աստված իր որդուն ուղարկեց, որպեսզի ճիշտ ներկայացներ, ուրիշ ոչ մեկ չէր կարող ճիշտ ներկայացնել, որպեսզի իր ճշմարիտ ներկայացուցիչ լինի։ Աստծո որդին Աստված է, ինչպես մարդու որդին մարդ է, Աստծո որդին չի կարող լինել չաստված։ Աստծո որդին Աստված է, եթե Աստծո որդին է, ուրեմն Աստված է։ Եվ երբեմն, երբ որ ինքը ասում է, ինչ որ անում եմ հոր թելադրանքով եմ անում, հոր կամքով եմ անում, այո, ինքը այստեղ երկրի վրա որպես մարդ, ինքը ամբողջ իր աստվածությունը թողեց եւ որպես մարդ ծնվեց, որպես մարդ ապրեց, որպեսի մարդկանց ցույց տա, թե ինչպես մենք կարող ենք նորից մեր հարաբերությունները վերականգնել Աստծո հետ, ինչպես ինքն էր նշում, միայն Աստծո կամքը կատարել, ասում է, ես իմ կամքը չփնտրեցի, այլ Աստծո կամքը կատարեցի։ Նույնը մեզ է վերաբերվում։ Եթե մենք որոշենք մեր կամքը կատարել, մենք ուշ թե վաղ կործանման կհասնենք։ Բայց եթե մենք որոշենք Աստծո կամքը հասկանալ եւ կատարել մեր կյանքում, մենք փրկության կհասնենք։ Հիսուսը այդ ճանապարհը ցույց տվեց, թե ինչպես հասնել փրկության։ Այսպիսով Հիսուսն իր վրա վերցրեց մեր մարդկայնությունը Աստծո վերաբերյալ իմացությունը վերականգնելու եւ մարդկությանը փրկագնելու համար։ Գտնվելով երկրի վրա Հիսուսն իր կյանքը հանձնեց Հորը, ապրելով նրա առաջնորդությամբ, որտեղ ինքը մարդ էր։ Նա ասաց Հովհաննես 10:30 ես եւ հայրը մի ենք։ Հովհաննես 10:38 հայրն իմ մեջ է ու ես հոր մեջ։ Հովհաննես 10:37 եթե իմ հոր գործերը չեմ կատարում, ինձ մի հավատացեք։ Կարդանք Հովհաննես 5:22-30 Հայրը ոչ ոքի չի դատում, այլ դատելու ողջ իշխանությունը որդուն է տվել, եւ 30-ը
Ես ինքս ինձանից ոչինչ չեմ կարող անել, ինչպես լսում եմ, այնպես էլ դատում եմ, եւ իմ դատաստան արդար է, որտեղ ես իմ կամքը չեմ կատարում, այլ ինձ ուղարկողի կամքը։ Այսինքն ես եկել եմ այստեղ որպես մարդ, ծնվել եմ որպես մարդ, այսքան մենք միաբան ենք, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Մենք կատարում ենք, այսինքն անկախ չենք գործում իրարից։ Ես կատարում եմ հոր կամքը որպես մարդ, որտեղ ես մարդ եմ այստեղ։ Ես սահմանափակումների մեջ եմ ինձ դրել։ Եվ ասում է ես ինձ ուղարկողի կամքն եմ կատարում։ Այսինքն միայն այդպես մենք կարող ենք հասնել փրկության։ Հովհաննես 6:32 Հիսուսը նրանց ասաց. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, երկնքից այն հացը ձեզ Մովսեսը չի տվել, այլ իմ Հայրն է ձեզ ճշմարիտ հաց տալիս երկնքից, որտեղ Աստծո հացն այն է, որ երկնքից է իջում եւ կյանք է տալիս աշխարհին։ Այսինքն ինքն է ճշմարիտ հացը։ Հովհաննես 6:45 Մարգարեների գրքերում է գրված. Աստված ինքը բոլորին կուսուցանի։ Եսայա 54:13 Արդ, ով հորից լսում ու սովորում ինձ մոտ է գալիս։ Բայց ոչ ոք չի տեսել հորը։ Միայն նա, ով Աստծուց է, նա է տեսել հորը։ Այսինքն ինքը նկատի ունի ինքն իրեն, այսինքն միայն ես եմ Աստծո ճշմարիտ ներկայացուցիչը։ Ես եմ միայն եղել հոր ծոցում, ես եմ միայն ճանաչում ճշմարիտ Աստծուն։ Եվ ներկայացնում եմ նրան։ Ուրեմն այս համարները ներկայացնում են հոր եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի միջև սերտ կապը, Հայրը մտերմորեն կապված է մեր աշխարհի հետ եւ մեծագույն ավանդ ունի մեր փրկության գործում։ Կարդանք Ծննդոց 26 առաջին գլխի 26-27-ը, ուրեմն Ծննդոց առաջին գլուխ 26-27 Եվ Աստված ասաց. մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ արարենք, որպեսզի իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների ու ամբողջ երկրի վրա եւ երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա։ Այսինքն Աստված ստեղծել էր ամեն ինչ, բայց պետք էր մեկը, որ կառավարեր այդ բոլորին։ Եվ ասեց մեր պատկերով, տեսեք, ասում եմ մեր պատկերով, չի ասում իմ պատկերով, ասում եմ մեր պատկերով եւ մեր նմանությամբ մարդ ստեղծենք, բոլորը հոգնակի թվով է։ Եվ բանական էակ, այսինքն Աստված բանական է եւ իր նման բանական էակ է ստեղծում, որը կարողանա կառավարել, ղեկավարել այս ամբողջը։ Ինչ է նշանակում կառավարել, ղեկավարել, բնագրում եբրայերեն բնագրում այն նշանակում է հոգալ եւ անգլերեն բառը maintain, այսինքն ամեն ինչ անել, որպեսզի ապահովի ճիշտ ապրելակերպը, ճիշտ, այսինքն մարդը դրված է կառավարիչ, որպեսզի ճիշտ հոգա եւ ապահովի ամեն ինչ այդ էակների համար, որոնք իր ձեռքի տակ են դրված։ Այսինքն պետք է ծառերի մասին հոգա, կենդանիների մասին հոգա եւ ամեն ինչ անի, որպեսզի նրանք չտուժեն։ Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ եք ստեղծեց նրանց։ Տեսեք, շատ մարդիկ կան կանանց ցածրացնում են, բայց ինչ է ասում այստեղ։ Ստեղծեց արու եւ եք մարդուն։ Կինը մարդ է։ Մի ցածրացրեք նրան։ Ուրեմն, ինչ է ասում այս համարը, որ մենք արարվել ենք Աստվածության կողմից նրա հետ անձնական հարաբերությունների համար։ Բայց մեղքի պատճառով
այդ հարաբերությունները արմատապես խաթարվեցին, մենք կարող ենք տեսնել այս խաթարման անմիջական ազդեցությունը Եդեմի պարտեզի պատմության մեջ։ Կարդանք Ծննդոց 3-րդ գլխի 7-ից 9 համարները։ Ուրեմն Եվան չլսեց Աստծուն, կասկածեց Աստծուն, կերավ այդ պտուղը եւ տվեց իր ամուսնուն, նա էլ կերավ, հետո ասում է եւ նրանց 7 համարը եւ նրանց երկուսի աչքերը բացվեցին եւ իմացան, որ մերկ է։ Այսինքն երբ է մարդկանց աչքը բացվում, երբ որ իրանք հասկանում են, որ իրանք խաբված են, իրանք հասկացան, որ սատանան իրենց խաբել է։ Եվ այդ իրանց փառավոր փառքի հագուստը, որ իրենց վրա է, իրանցից վերցրվել է եւ իրանք մերկ են մնացել։ Եվ թզենու տերևներ կարեցին ու իրենց համար ծածկոցներ շինեցին։ Եվ Տեր Աստծո ձայնը լսեցին, որ ման էր գալիս պարտեզում օրվա զով ժամին, Ադամն ու իր կինը թաքնվեցին Տեր Աստծո երեսից պարտեզի ծառերի մեջ։ Սա էր մեղքի առաջին հետևանքը։ Մինչև դա իրանք ուրախ շփվում էին իրենց արարչի հետ, ամեն ինչով ապահոված էին, սիրով, բայց մեղքից հետո իրանք սկսեցին թաքնվել իրենց արարչից, իրենց երկնային հորից։ Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան՝ ուր ես։ Եվ այդ օրվանից մեր երկնային Հայրը, մեր ծնողը, փնտրում է մեզ, յուրաքանչյուրիս, կանչում է՝ ուր ես։ Աստվածության նպատակն էր ապաքինում առաջարկել համայն մարդկությանը մեղքի պատճառով առաջացած այդ խախտման համար, նույնիսկ եթե համայն մարդկությունը չընդունի այն։ Այս հարաբերությունների վերականգնուն իրականացնելու համար Աստվածության մեկ անձը մարդ դարձավ։ Այդպես բանը մարմին դարձավ եւ բնակվեց մեր մեջ, բացահայտելով Աստծո փառքը։ Հովհաննես 1:14-18 Մենք արդեն շատ ենք կարդացել, բայց մի անգամ էլ կարդամ։ Հովհաննես 1:14-18 Այսինքն 1:4-ը սկզբում էր բանը եւ բան Աստծո մոտ էր եւ բան Աստված էր։ Նա սկզբում Աստծո մոտ էր, ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ։ Ինչ որ եղավ։ Կյանքը նրանով էր եւ կյանքը մարդկանց լույսն էր եւ լույսը խավարի մեջ լուսավորում է, իսկ խավարը նրան չտիրեց։ Եվ այժմ կարդանք 14-18 համարները։ Եվ բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց, տեսանք նրա փառքը, փառք, որ հորից ունի միածինը, լի շնորհով ու ճշմարտությամբ։ Հովհաննեսը նրա մասին վկայում է օղակելով ասում. Սա էր, որի մասին ասացի, նա, որ գալիս է ինձանից հետո, ինձանից ավելի մեծ է, որտեղ ինձանից առաջ էր։ Եվ նրա լիությունից մենք բոլորը շնորհի վրա շնորհ ստացանք, որտեղ օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։ Օրենքը չի կարող մեզ սրբացնել։ Օրենքին նայելով մենք չենք կարող այն անել, բայց Հիսուսի շնորհքը մեզ ուժ է տալիս, որպեսզի մենք կատարենք օրենքը։ Այսինքն շնորհն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։ Մենք կարող ենք սուրբ դառնալ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին որդուց, որ հոր ծոցում է։ Նա է մեզ նրա մասին հայտնել։ Այսինքն, եթե ուզում եք ճշմարիտ Աստծուն ճանաչել, ծանոթացեք անձամբ Աստծո հետ, Հիսուս Քրիստոսը նրա ներկայացուցիչն է, ոչ թե սատանայի հերյուրանքներ ու ստերը լսեք։ Սատանան ամեն ինչ աղավաղված ձևով է ներկայացնում Հիսուսի մասին եւ մարդիկ իրանց ականջները կախ լսում են եւ չեն ուզում ճշմարտություն ընդունել։ Արդյունքում մարդկություն ստացել է նրա լիություն ու շնորհը։ Ահա թե որն էր Հիսուսի նպատակը՝ հայտնել Աստծո փառքը, որպեսզի մեղքի պատճառով խաթարված հարաբերությունները վերականգնվեն առնվազն նրանց համար, ովքեր կամենում էին հավատով ընդունել այն, ինչ իրենց առաջարկվել է Քրիստոս Հիսուսում։
Կարդանք նաև Հովհաննես 5-րդ գլխի 16-ից 18 համարները։ Եվ դրա համար էին հրեաները Հիսուսին հալածում, որ նա շաբաթօրով էր անում, եւ Հիսուսը նրանց պատասխանեց. «Իմ հայրը մինչև հիմա գործում է արդ, ես նույնպես գործում եմ»։ Դրա համար հրեաներն էլ ավելի չէին ուզում էին նրան սպանել, որտեղ ոչ միայն շաբաթօրվա կանոնն էր խախտում իրենց կարծիքով, Հիսուսը չէր խախտում, այլև Աստծուն էլ իրեն հայր էր կոչում եւ իր անձը Աստծուն հավասար էր դասում։ Քրիստոսի մեջ է կյանքը, նախասկզբնական անփոխարյալ եւ անածանցյալ Էլեն Ուայթ Դարի փափակ H530։ Սակայն ինչպես մարմնավորված որդին, ով իրեն ունայնացրեց, ինչպես ասում է Ֆիլիպպեցիների 2:7, իր աստվածային արտոնություններից հրաժարվելով, Քրիստոսը խոսելով երկրի վրա իր գոյության մասին, որպես մարդ, մարդկանց մեջ կարող էր հղում անել իր կյանքին որպես Աստծո պարգև։ Այսինքն որպես մարդ, նա սորական մարդ էր մեզ նման, եւ իր համար կյանքը նորից Աստծո պարգև էր ինչպես մեզ համար։ Էլեն Ուայթ Դարի փափակ 530 Քրիստոսի աստվածությունը հավիտենական կյանքի երաշխիքն է հավատացյալի համար։ Մարդկությունը չճանաչեց Աստծուն Հովհաննես 17:25։ Արդար հայր, աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի եւ նրանք իմացան, որ դու ինձ ուղարկեցիր։ Աշխարհը ինչի չճանաչեց, որտեւ իրանց ականջները կախ հավատում էին սատանայի ներկայացուցիչներին, ովքեր էին սատանայի ներկայացուցիչները, կրոնական առաջնորդները, որոնք բոլորովին սխալ էին ներկայացնում Աստծուն, մարդկանց եւ Աստծո ծրագրերը։ Եվ մինչև հիմա էլ դա կատարվում է։ Այդ պատճառով նա ուղարկեց իր միածին որդուն, որպեսզի ճանաչեն նրան հորը։ Տիեզերքի համատեքստում տեսակետն արտահայտելով մի աթեիստ գրել է. մեր անհայտության մեջ, այս ամբողջ անսահմանության մեջ ոչ մի ակնարկ չկա, որ օգնություն կգա այլ տեղից մեզանից փրկելու համար։ Բայց Աստվածաշունչը ինչ է ասում, որ Հիսուսը հենց դրա համար եկե։ Ինչ է սորեցնում Աստվածաշունչը, որը ցույց է տալիս, թե որքան սխալ է այս տեսակետը, բայց մարդիկ ականջները կախ լսում են։ Հովհաննեսի ավետարանի ամբողջ ընթացքում առաքյալ նկարագրում է, թե ինչպես է Հիսուսը որդին կատարում գործողություններ, որոնք մատնանշում են հորը։ Հիսուսը վկայում է, թե ով է հայրը եւ ցույց է տալիս, թե ինչպիսին է նրա հարաբերությունը մեր աշխարհի հետ։ Այս ամենը համահունչ է Հովհաննես 1:18 համարին, որն ասում է, որ նա ճանաչում է հորը։ Այսինքն հունարեն exegeomai բառն է, որը նշանակում է բացատրել, մեկնաբանել, բացահայտել։ Հիսուսը բացահայտեց, մեկնաբանեց իր հորը։ Հիսուսը բազմիցս անում է դա։ Հիսուսը հոր ներկայացուցիչն էր երկրի վրա եւ նա եկավ մարդկային մարմնով, որպես իր կյանքում իրագործի հոր կամքը։ Իրականում Հիսուսն ասաց, որ ինքը ոչ թե իր, այլ իրեն ուղարկողի հոր կամքն է կատարում։ Սկզբում սա կարող է ապշեցնող հայտարարություն թվալ, սակայն այն ցույց է տալիս, թե Հիսուսը որպես մարդ որքան լիակատար էր հանձնված հորը եւ մեզ դրանով օրինակ ծառայեց։ Հիսուսն ասաց նաեւ, որ ինքն ուղարկվել է հոր կողմից, որպեսզի ավարտի նրա գործը, այն է մարդկության փրկությունը, եւ որ հայրն ինքը վկայեց նրա գործի մասին։ Հիսուսն ասաց, որ հայրն իրեն ուղարկել է ծառայելու որպես այն միակը, ում միջոցով մարդկությունը կարող է գալ հոր մոտ։ Հովհաննես 6:40-44
Այս է իմ հոր կամքը, ով որդուն տեսնի ու հավատա նրան, հավիտենական կյանք ունենա, ու ես վերջին օրը հարություն կտամ նրան։ Եվ 44 Ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ, եթե նրան դեպի ինձ չբերի Հայրը, որն ինձ ուղարկեց, ու ես վերջին օրը հարություն կտամ նրան։ Ուրեմն, միակ ուղին ճանաչելու ճշմարիտ Աստծուն դա Հիսուս Քրիստոսն է։ Մնացած բոլոր ուղիները, ինչպես ասում են, բոլոր կրոնները տանում են դեպի փրկություն կամ դեպի աստվածաճանաչում, ոչ։ Միակ ճշմարիտ աստվածաճանաչումը գալիս է Քրիստոսի միջոցով։ Այն մյուսները լիովին աղաբաղված են ներկայացնում Աստծո պատկերը, ինչպես սատանան է աղաբաղված ներկայացնում։ Հայրը կամենում է, որ մարդիկ ունենան հավիտենական կյանքը, որ Հիսուսում է, ով եւ խոստանում է հարություն տալ նրանց հարության ժամանակ։ Այսինքն մեղքը խաթարեց Աստծո նպատակները, բայց Աստված նպատակադրված է վերականգնել այն, ինչը ինքը մտադրված էր մարդկանց համար, այսինքն իրենց հավիտենական երջանիկ կյանքը։ Եվ դա ինքը կանի, բայց ցավոք շատերը չեն թույլ տա, չեն ընդունի նրա հրավերը վերականգնելու հարաբերությունների իր հետ։ Հիսուսի պնդումները հոր հետ իր հարաբերությունների մասին զարմանալի են։ Նա պնդում է, որ իր բոլոր վարդապետությունները հոր վարդապետություններն են, որ այն ամենը, ինչ նա ասում է, անձամբ լսել է հորից, որ հավատն իր հանդեպ նույնն է, ինչ հոր հանդեպ հավատը, որ իր եւ խոսքերը եւ գործերը բոլորը հորից են եւ որ նա եւ Հայրը մի են, սիրելով եւ աշխատելով մարդկության փրկության համար։ Եվ ինչպես է Հիսուսը իրագործում դա Աստված։ Եվ այստեղ գալիս է աստվածության երրորդ անձը, Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգու դերը վճռորոշ է Հիսուսի առաքելության հաջողության համար։ Ավետարանի առաջին գլխում մենք կարող ենք տեսնել, թե որքան կենտրոնական է Սուրբ Հոգու դերը։ Հովհաննեսը ասում է, որ նրանք, ովքեր ընդունեցին խոսք, այսինքն բոլոր նրանք, ովքեր հավատացին նրան, դարձան Աստծո որդիներ, Հովհաննես 1:13։ Նրանք չծնվեցին արյունից, ոչ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց։ Սա բացառապես Սուրբ Հոգու աշխատանքի արդյունքն է։ Կարդանք հետևյալ համարները Սուրբ Հոգու գործունեության մասին Հովհաննես 3-րդ գլուխ 5-8 համար։ Հիսուսը պատասխանեց. ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծո արքայությունը։ Մարմնից ծնվածը մարմին է, իսկ հոգուց ծնվածը հոգի։ Մի զարմացիր, որ քեզ ասացի, դուք պետք է վերստին ծնվեք։ Քամին ուր ուզում է փչում է եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղից է գալիս եւ ուր է գնում, այդպես է եւ հոգուց ծնված ամեն ոք։ Հովհաննես 6:63 Հոգին է կյանք տվողը, մարմինը ոչ մի օգուտ չի տալիս։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է ու կյանք։ Այսինքն Սուրբ Հոգին է կյանք տվողը, հոգևոր կյանք։ Հովհաննես 14:26 Բայց Մխիթարիչը Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի եւ կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի։ Եվ նաեւ 15:26 Ուրեմն Սուրբ Հոգին եւ ուսուցիչ է եւ մխիթարիչ է,
Երբ մխիթարիչը գա, որին ես հոր կողմից կուղարկեմ ձեզ, ճշմարտության հոգին, որ հորից է ելնում, նա կվկայի իմ մասին։ Այսինքն, Հիսուս Քրիստոսը հոր ներկայացուցիչն է, Սուրբ Հոգին Հիսուսի ներկայացուցիչն է։ Կարդանք մի հատված Էլեն Ուայթի դարերի փափագից H 671 իր աշակերտներին նկարագրելով Սուրբ Հոգու գործունեությունը Հիսուսը ձգտում էր նրանց ներշնչել այն ուրախությունն ու հույսը, որոնք ոգևորում էին իրեն։ Նա ուրախ էր, որ մեծ օգնություն է ապահովել իր եկեղեցու համար։ Սուրբ Հոգին բոլոր պարգևներից մեծագույնն էր, որ նա կարող էր խնդրել Հորից իր ժողովրդի բարոյական վեհացման համար։ Հոգին պետք է տրվեր որպես վերափոխիչ ուժ եւ առանց դրա Քրիստոսի զոհաբերությունը ոչ մի արժեք չեր ունենա։ Այսինքն փրկությունը իրագործվում է Սուրբ Հոգու միջոցով։ Ինչքան էլ որ Հիսուսը իր կյանքը տված լիներ, ինչքան էլ որ զոհ է տվել, եթե Սուրբ Հոգին չաշխատի, չհամոզի, չխրախուսի, չուսուցանի, չհանդիմանի, չի կայանա մարդու փրկությունը։ Չարի իշխանությունը հզորացել էր դարերի ընթացքում եւ պարզապես ցնցող էր մարդկանց հնազանդություն այդ սատանայական գերությանը։ Մեղքին կարելի էր դիմակայել եւ հաղթարել միայն Աստվածության երրորդ անձնարարության ամենազոր միջնորդության շնորհիվ, որ պիտի գար ոչ թե փոխակերպող էներգիայի տեսքով, այլ աստվածային զորության լիությամբ։ Ուրեմն ինչ օրհնություն է ստանալ Սուրբ Հոգին, ով վկայում է, որ Աստված ճշմարիտ է։ Հովհաննես 3:33 Նրա վկայություն ընդունողը հավատում է, որ Աստված է ճշմարիտ։ Այսինքն Սուրբ Հոգու վկայությունը։ Հոգին է, որ հանդիպանում է մեղքի, արդարության ու դատաստանի համար։ Հովհաննես 16:8-11 Հովհաննես 16:8-11 Եվ երբ նա գա, աշխարհին կհանդիպանի մեղքի, արդարության եւ դատաստանի համար։ Մեղքի համար, որտեվ ինձ չեն հավատում, արդարության համար, որտեվ ես հոր մոտ եմ գնում ու ինձ այլևս չեք տեսնի, եւ դատաստանի համար, որտեվ այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Դեռ շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել, սակայն երբ նա ճշմարտության հոգին գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որտեվ ինքն իրենից չի խոսի, ինչպես Հիսուսը ինքն իրենից չէր խոսում, այլ ասում էր միայն այն, ինչ որ Հայրն է ասում, նույնը Սուրբ Հոգին ինքն իրենից չի խոսում, այլ կասի ինչ որ լսի եւ գալիք բաների մասին կպատմի ձեզ։ Ուրեմն, եթե ձեր ներքին ձայնը ձեզ ասում է մի բան, որ հակասում է Աստվածաշնչին, որ հակասում է Հիսուսի ասածին, դա Սուրբ Հոգին չէ։ Ինչպես կարող եք ստուգել ձեր մեջ հնչող ձայները, արդյոք Աստծուց է թե ոչ։ Միայն համեմատելով Աստծո խոսքի հետ։ Եթե մենք չկարդանք Աստվածաշունչը, մենք մոլորված կապրենք։ Եթե կարդանք Աստվածաշունչը, մենք կհամեմատենք մեր ներքին ձայնը Աստվածաշի հետ, եւ եթե ձեր ներքին ձայնը ասում է այն, ինչ որ ասում է Աստվածաշունչը, ինչ որ ասում է Հիսուսը, ուրեմն դա Սուրբ Հոգու ձայնն է։ Բարի լինենք եւ հնազանդվենք Սուրբ Հոգու ձայնին, ինչպես որ Սուրբ Հոգին կոչվում է ուսուցիչ։ Ուրեմն պատկերացրեք, երբ երեխաները գնում են դպրոց եւ ուսուցիչը իրենց ուսուցանում է, ինչի համար է ուսուցանում։ Երեխաները բազմաթիվ քննություններ են անցնում, որպեսզի հավաստիացնեն կամ հավաստիանան, որ իրենք իրոք պատրաստ են մյուս դասարան գնալու համար։ Եվ ով է գնում դրանում նրանց ուսուցիչը եւ դասագիրքը։ Երբ որ երեխան լսում է ուսուցչին եւ ուսումնասիրում է դասագիրքը, նա ինչպես կհանձնի իր քննությունը։ Լիովին բավարար կամ գերազանց։
Բայց եթե չի լսում, արհամարական է վերաբերվում թե դասագրքին, թե ուսուցչին։ Ուսուցիչը խոսում է իր մանավանդ հիմա ինչքան արհամարական վերաբերմունք է ուսուցիչների հանդեպ։ Եվ նաև դասագիրքը բացում է թե չի բացում, կարդում է թե չի կարդում։ Նույնը մեր կյանքն է։ Աստվածաշունչը մեր դասագիրքն է, մեր կյանքի դասագիրքն է, եւ Սուրբ Հոգին մեր կյանքի ուսուցիչն է։ Եթե մենք արհամարենք Սուրբ Հոգու ձայնը, եթե մենք արհամարենք Աստվածաշնչին, մենք փրկության չենք կարող գնալ։ Ուղղակի կործանման կգնանք։ Մենք բոլոր քննությունները տանուլ կտանք։ Հետևաբար, բանալին, որպեսզի հասկանանք, թե ինչն է ճիշտ, ճշմարիտ ու բարի, պետք է մեր բանականություն ու կյանքի փորձառությունները հանձնենք Աստծո խոսքին, Սուրբ Հոգու հորդորիչ եւ համոզիչ զորության միջոցով։ Եվ վերջում կարդանք Հիսուսի աղոթքը, որը գրված է 17 գլխում Հովհաննեսի, առաջին համարից։ Հիսուսն այս բաներն ասելուց հետո աչքերի դեպի երկինք բարձրացրեց եւ ասաց. Հայր, ժամը հասել է։ Ինչ ժամ։ Իր այն կարևոր ամենաբարձրագույն բանը, որ ինչի համար ինքը եկել էր, իրեն զոհմատուցելու ժամը։ Փառավորիր քո որդուն։ Հիսուսը փառավորվեց իրան որպես զոհմատուցելով մարդկության փրկության համար, որպեսի քո որդին էլ քեզ փառավորի։ Ինչպես դու նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, այնպես էլ նա հավիտենական կյանք կտա բոլոր նրանց, ովքեր նրան հավատացին։ Սիրելիներս, Աստված չի ուզում մենք այս սահմանափակ կյանքը ապրենք, այս թշվառ կյանքը։ Նա ուզում է ավելին տալ։ Նա ուզում է, որ մենք հավիտյան, երջանիկ կյանքով ապրենք, առանց հիվանդությունների եւ առանց տխրությունների, առանց տանջանքների, առանց մահվան։ Եվ ասում է ովքեր հավատացին, բայց պայման կա, եթե մենք հավատում ենք, մենք կստանանք այն, բայց եթե չենք հավատում, ինչպես կստանանք այն։ Չենք հավատում եւ չենք ընդունում։ Այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու եւ նրան, որին ուղարկել ես Հիսուս Քրիստոսին։ Այսինքն, եթե մենք այս կյանքում արդեն ճշմարտապես ճանաչում ենք Աստծուն, այսինքն ինչպես ենք ճանաչում Հիսուս Քրիստոսի միջոցով։ Երբ որ մենք ճանաչում ենք Հիսուս Քրիստոսին, մենք հասկանում ենք, որ Աստված ոչ թե այնպիսին է, ինչպիսին խեղաթյուրված ներկայացնում է սատանան, այլ այնպիսին, ինչպիսին ճշմարտապես ներկայացնում է Հիսուսը։ Եվ այդտեղից ինչ է սկսում։ Սկսում է մեր հավիտենական կյանքը, որը հետո կշարունակվի, երբ որ Հիսուսը գա։ Ճշմարիտ Աստծուն եւ նրան, որին ուղարկել ես Հիսուս Քրիստոսին, ես քեզ երկրի վրա փառավորեցի, կատարեցի այն գործը, որն ինձ տվեցիր, որ անեմ։ Իսկ հիմա, Հայր, դու ինձ փառավորիր քո ունեցած այն փառքով, որ ունեի քեզ մոտ նախքան աշխարհի ստեղծումը։ Այսինքն Հիսուսը իր փառքը դրեց մի կողմ եւ որպես հասարակ մարդ եկավ եւ ծնվեց մեր մեջ։ Եվ հիմա ինքը խնդրում է Աստծուն, որ իր այն փառքը վերադարձնի իրեն։ Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տվեցիր այս աշխարհից։ Նրանք քոնն էին ու ինձ տվեցիր նրանց եւ քո խոսքը պահեցին։ Հիմա նրանք գիտեն, որ այն ամենը, ինչ ինձ տվեցիր, քեզանից է։ Որովհետև այն խոսքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, նրանք այն ընդունեցին ու ճանաչեցին, որ իրապես ես քեզանից ելա ու հավատացին, որ դու ինձ ուղարկեցիր։ Ինչպես ենք մենք ապացուցում, լսելով Աստծո խոսքը եւ կատարելով այն։ Ես նրանց համար եմ խնդրում, եւ ոչ աշխարհի նրանց համար, որ ինձ տվեցիր, որովհետև նրանք քոնն են։ Եվ այն ամենը, ինչ իմն է, քոնն է, եւ ինչ որ քոնն է, իմն է, ու ես նրանցով փառավորված եմ։ Ես այլևս աշխարհի մեջ չեմ, իսկ նրանք այս աշխարհի մեջ են, եւ ես քեզ մոտ եմ գալիս, Սուրբ Հայր, պահիր նրանց քո անունով, որ ինձ տվեցիր, որպեսզի միավորված լինեն, ինչպես որ մենք ենք միավորված։ Երբ ես աշխարհում նրանց հետ էի, ես նրանց պահում էի քո անունով, որն ինձ տվեցիր։ Ես պահեցի ու նրանցից ոչ մեկը չկորավ, բացի կորստյան որդուց, որպեսզի իրականանար գրվածը,
Բայց հիմա ես քեզ մոտ եմ գալիս եւ այս բաներն ասում եմ ինչքան ժամանակ որ աշխարհում եմ, որպեսզի իմ ուրախությունը իրենց մեջ ամենայն կատարելությամբ ունենան։ Ես քո խոսքը նրանց տվեցի, սակայն աշխարհը նրանց ատեց, որովհետև նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես այս աշխարհից չեմ։ Ես չեմ խնդրում, որ նրանց աշխարհից վերցնես, այլ որ նրանց պահես չարից։ Մյուս եկեղեցիները ունեն այսպիսի բան, ինչ են կոչվում միանձնուհիներ, ռուսերեն մանաշկի, որոնք գնում են, առանձանում են աշխարհից իբր թե որ սուրբ ապրեն։ Միայնության մեջ իբր թե սուրբ են ապրում։ Բայց միթե դժվար է միայնության մեջ սուրբ ապրել, ոչ։ Եթե դու ամեն ինչից կտրված ես, գնացել ես, ոչ մի բանի հետ կապ չունես, շատ հեշտ է սուրբը, բայց այդ նույն միանձնուհուն կամ այդ հայերեն ինչպես է բանականին դնես աշխարհի մեջ եւ այն ժամանակ կերևա արդյոք այդ մարդը սուրբ է, թե սուրբ չէ։ Հիսուսը այստեղ ասում է, ես չեմ ասում դուք առանձնացեք աշխարհից, չէ, Հիսուսը չառանձնացավ աշխարհից։ Ինքը ապրեց մարդկանց մեջ, բայց ինքը ապրեց սուրբ կյանքով։ Եվ Հիսուսը դա է ասում, որ մենք էլ ապրենք մարդկանց մեջ, բայց ապրենք սուրբ կյանքով։ Ուրիշներին ներկայացնենք Աստծո սրբությունը, ուրիշներին ներկայացնենք Աստծո բնավորությունը, Աստծո ճշմարիտ պատկերը, այլ ոչ թե մեր մեղավոր պատկերը։ Եվ սա է նպատակը Հիսուսի, սա է նպատակը քրիստոնյայի, ոչ թե առանձնանալ, հեռու պահել իրեն, այլ շփվել մարդկանց հետ, բայց այն աստիճան շփվել, որպեսզի մարդկանց օգուտ բերել, այլ ոչ թե այն աստիճան շփվել, որ իրանց նայելով փչանա մարդը։ Շատ մարդիկ են այդպես ուլ գնացել, իբր թե կարծել են, թե իրենք շփվում են, բայց ինչ են արել, սել են նմանվել այդ մարդկանց, իրանցպես հագնվել, իրանցպես իրանց պահել, հռհռալ եւ այլն։ Այսինքն իրանք սկսել են նրանց նմանվել, փոխարենը նրանց օգնելու, որ փրկվեն, իրանք են ընկել թակարդը եւ իրանք գնացել են աշխարհ։ Այն առիթով իբր թե որ գնան մարդկանց փրկեն։ Այլ նրանց պահես չարից։ Նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես այս աշխարհից չեմ։ Եթե մենք առավոտյան չենք չարջ լինում Աստծո ողորմությամբ, Աստծո բարությամբ, եթե մենք չենք աղոթում, Աստծո գիրքը չենք բացում, եւ հետո փորձում ենք գնալ աշխարհ եւ Աստծուն ներկայացնել, չի ստացվի։ Եթե դու չշփվես Աստծո հետ, դու ինչ պիտի ներկայացնես Աստծուց։ Միայն քոնը կներկայացնես։ Եվ հիմա այդ չարից հեռու մնալը որն է, որ մենք սերտ կապի մեջ լինենք Աստծո հետ։ Ասում է հնազանդվիր Աստծուն եւ սատանան քեզանից կփախչի։ Նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես այս աշխարհից չեմ, սրբացրու նրանց քո ճշմարտությամբ, քո խոսքը ճշմարտություն է։ Այստեղ Հիսուսը լիովին բացահայտում է, ինչով ենք մենք սրբանում, Աստծո խոսքով։ Ճշմարտությունը Աստծո խոսքն է։ Ինչպես դու ինձ աշխարհ ուղարկեցիր, այնպես էլ ես նրանց աշխարհ ուղարկեցի։ Եվ ես ինձ նրանց համար եմ սրբացնում, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ։ Բայց միայն նրանց համար չեմ խնդրում, այլ նաև նրանց, ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան ինձ, որպեսզի բոլորը մեկ լինեն, այսինքն մեզ համար էր խնդրում Հիսուսը։ Ինչպես դու Հայր իմ մեջ եւ ես քո մեջ, որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, որպեսզի աշխարհը հավատա, որ դու ինձ ուղարկեցիր։ Եվ այն փառքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, որպեսզի մեկ լինեն, ինչպես մենք ենք մեկ, այսինքն միաբան լինենք ճշմարտության շուրջ։ Մի եկեղեցի, որտեղ կռիվ դավի է, որտեղ ինչպես այն ժամանակ աշակերտներն են անում, չէ ես եմ մեծ, չէ ես եմ արժանի այս պատվին, այս դիրքին, այս սրան, այն նրան, ուրեմն ուշադիր եղեք, թե արդյոք ձեր մեջ Հիսուսը բնակվում է։ Եթե միաբանություն չկա, միաբանություն ոչ թե մի մարդու շուրջ, այլ Հիսուսի շուրջ։ Միաբանվեք Հիսուսի շուրջ, Հիսուսի խոսքի շուրջը, այլ ոչ թե մարդու, մարդը սխալական է։ Մարդը կարող է սխալ բան անել, եւ եթե դուք իր հետ միաբան եք, դուք էլ եք սխալվում։ Ուրեմն ուշադիր լինենք, թե ինչպես ենք մենք ապրում եւ
արդյոք թույլ ենք տալիս, որ Հիսուսը մեր մեջ ապրի, որտեղ մեր գործերը ցույց են տալի մեր ներքին իրավիճակը, որպեսզի աշխարհն իմանան ես նրանց մեջ եւ դու իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ, որպեսզի աշխարհն իմանա, որ դու ինձ ուղարկեցիր ու նրանց սիրեցիր այնպես, ինչպես ինձ սիրեցիր։ Եթե աշխարհից մարդը մտնում է եւ տեսնում է այդ եկեղեցուն կռիվ դավիա, ինչպես որ աշխարհում, իրար կոկորտ են կրծում, ինչպես որ աշխարհում, այդ մարդը կթողի կգնա, կասեցի նույն աշխարհն է։ Դրա համար Աստվածաշունչը ասում աշխարհը մտնում է եկեղեցի։ Ինչով է մտնում։ Հենց այդ դրանով աշխարհիկ բնավորության, որ մարդու մեջ նեգատիվն է, նախանձը, չարությունը, ագրեսիան, եթե դա կա, նշանակում է Հիսուսը ներկա չի այդտեղ։ Հայր, ում ինձ տվեցիր, ու նրանց սիրեցիր այնպես, ինչպես ինձ սիրեցիր։ Հայր, ում ինձ տվեցիր, ուզում եմ, որ ինձ հետ լինեն, որտեղ ես եմ, որպեսզի իմ փառքը տեսնեն, այն փառքը, որ ինձ տվեցիր, որտեղ ինձ սիրեցիր նախքան աշխարհը ստեղծելը։ Արդար հայր, աշխարհը քեզ ճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի, եւ նրանք իմացան, որ դու ինձ ուղարկեցիր, եւ ես քո անունը նրանց ճանաչել տվեցի ու պիտի ճանաչել տամ, որպեսզի այն սերը, որով ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, եւ ես նրանց մեջ։ Եվ երբ որ այդ սերը մեր մեջ լինի, աշխարհը կխոսովանի, որ իրոք այս մարդիկ ճանաչում են Աստծուն։ Նա կամենում էր եւս մեկ անգամ կիսվել աշակերտների հանդեպ ունեցած իր սիրով։ Նա կամենում էր, որ նրանք հասկանան իր հոր եւ Սուրբ Հոգու սերտ հարաբերությունները, եւ նա կամենում էր նրանց բերել Հայր Աստծո եւ Հոգու հետ այն նույն անձնական հարաբերությանը, որն ինքն ուներ։ Վերջում կարդանք, ուրեմն Քրիստոսը եկավ հայտնելու հորը, այս հայտնությունը կարևոր էր Աստծո մասին բազմաթիվ սխալ պատկերացումների համատեքստում։ Հովհաննեսի ավետարանը ցույց է տալիս, թե Հիսուսը որքան լուրջ վերաբերվեց այս առաքելությանը։ Նա ճշմարտապես ներկայացրեց Աստծո խոսքն ու գործերը սկզբից մինչև վերջ, իր ծննդյան օրից մինչև իր զոհաբերության օրը։ Եթե ճշմարտությունը նշանակություն չունի, ինչու այդքան ջանք ու եռանդ գործադրել։ Հիսուսը չափազանց ծանր կյանք ապրեց եւ ի վերջո մերժվեց կրոնական իշխանությունների կողմից։ Այսօր էլ կրոնական իշխանությունները մերժում են Հիսուսին, ինչով Հիսուսը ապրում էր հասարակ կյանքով, իրանք ադամանդները իրանց ձեռներին, չգիտեմ, ինչ ավտոմեքենաներով, ինչ ապրելակերպով, բոլորովին չեն ներկայացնում Հիսուսին, բոլորովին, ասես գորոզ, իբր թե իրանք սուրբ են, ման են գալի, ոչ, իրենք չեն ներկայացնում Հիսուսին։ Ցավոք, ինչպես այն ժամանակ հրեա առաջնորդները նույն հոգով են առաջնորդվում։ Բայց Հիսուսի կյանքը լիովին տարբեր էր։ Հիսուսը ծանր կյանք ապրեց եւ ի վերջո մերժվեց, նա տարապեց մարդկանց եւ երբեմն նույնիսկ իր աշակերտների անտարբերության պատճառով։ Իսկ այսօր առաջնորդները ստուգում են, որ իրանց Աստծոպես երկրպագեն։ Տեսնում եք ինչ է կատարվում, երբ Հռոմի պատն է դուրս գալի, երբ էլ փեշերից են բռնվում, էլ չգիտեմ ինչեր են անում։ Ախր դրանք սովորական մարդիկ են եւ ցավոք մեղավոր մարդիկ են։ Ավելի մեղավոր, քան շատ սովորական մարդիկ։ Եվ մարդիկ երկրպագում են այդպիսի մարդկանց եւ այդ պատճառով գնում են դեպի կործանում։ Նրա աշակերտներից մեկը մատնեց նրան, մյուսը 3 անգամ ուրացավ, նա անվերջ փորձություններ կրեց եւ մահացավ խաչի վրա հենց նրանց ձեռքով, որոնց եկել էր փրկելու։ Վերջում կարդանք Էլեն Ուայթի դարերի փափագից Էջ 671 շատ կարևոր մի մաս է։ Մխիթարիչը ճշմարտության հոգի է կոչված։ Նրա աշխատանքն է բացահայտել ու հաստատել ճշմարտությունը։ Նա նախ բնակվում է սրտում որպես ճշմարտության հոգի եւ ապա դառնում է մխիթարիչ։ Եթե մենք ընդունում ենք Սուրբ Հոգուն որպես մեր ուսուցիչ, ընդունում ենք իր հանդիմանությունը եւ
թույլ ենք տալիս իրեն շտկել մեզ, ապա նա դառնում է մեր մխիթարիչը։ Երբ որ մարդ սկսում է դառնություն զգալ եւ ապաշխարել իր մեղքերից, Սուրբ Հոգին սկսում է, տեսեք, Սուրբ Հոգին սկզբում հանդիպանում է, երբ որ մարդ ընդունում է այդ հանդիպանությունը եւ սկսում է տխրել եւ վշտանալ, որ ինքը մեղք է, մեղավոր է գործել, մեղք է գործել, ինչ է անում։ Սուրբ Հոգին հանդիպանիչից դառնում է մխիթարիչ եւ սկսում է մխիթարել այդ մարդուն եւ ցույց է տալի Հիսուսին, ասում է. ոչինչ, Հիսուսի շնորհքով դու մաքրված ես եւ ինքը քեզ շնորհք է տալի, որ դու ել մեղք չգործես։ Ճշմարտության մեջ սփոփանք ու խաղաղություն կա, սակայն դրանք բացակայում են ստության մեջ։ Կեղծ տեսությունների ու ավանդույթների միջոցով է, որ սատանան կարողանում է իշխել մարդուն։ Այսօր շատ են այդ կեղծ տեսությունները ու ավանդույթները։ Նրան ուղղելով դեպի կեղծ չափանիշները, նա աղավաղում է բանավորությունը, այսինքն իդեալ, չափանիշ։ Երբ որ մենք սխալ իդեալներ ենք դնում մեր առջև, մեր բնավորությունը աղավաղվում է։ Մեր փոքրուց մենք սկսում ենք այդ չափանիշները դնել մեր առջև, այսինքն տեսնելով մեր ծնողներին, մեր ընկերներին, մեր շրջապատը, մեծանալով, մենք ենք ընտրում, թե ինչ հոգևոր սնունդ ենք մենք ստանում։ Ուրեմն ուշադիր եղեք, թե ինտերնետում, հեռուստացույցով, գիրքը, ինչ հոգևոր սնունդ եք մտցնում ձեր մեջ։ Արդյոք ճշմարիտ հոգևոր սնունդ, թե այն, որ ապականում է ձեզ։ Այսօր բազմաթիվ կանայք կան, իրենց վիդեոներ են անում, սենց են նայում, ժպտում են, չգիտեմ ինչեր են անում, ինչ, որպես ինչ, ինչի համար է ստեղծվեց կինը, որ իրան այտենց ցույց տա, թե իրան էլ երկրպագ է, կամ հազար անգամ իրանց նկարները հա դնում են, հա այս ձևով, հասկացանք, արդեն ճանաչում ենք ձեզ, գիտենք ձեզ, իմաստը որն է, այսքան լայք, այսքան ինչ, այսքան ուրախանում եք, որ մարդիկ ձեզ լայք են դնում, երկրպագում են, երկրպագուներ եք, ով է երկրպագուներ ուզում, սատանան, մի գնացեք սատանայի հետևից, կինը ստեղծված է, որպեսզի ինչ որ մի չափով կնոջ գործունեությունը հիշեցնում է Սուրբ Հոգու գործունեությունը, երբ որ տղամարդ ու կինը միանում են, տղամարդը մի քիչ չոր արարած է, բայց կինը պիտի ազդի տղամարդու վրա եւ փափկացնի նրան։ Հիմնականում կինն է, որ տղամարդու խիղճը պիտի արթնացնի, ավելի մարդկային սարքի տղամարդուն, բայց ցավոք այսօր կանայք լիովին ուրիշ բաներով են զբաղված, ամեն ինչով, բացի իրենց երեխաներին դասիրեկալու Աստծո ճանապարհի մեջ, արհամարում են Աստծո խոսքը, նույնիսկ երբ որ երեխան ուզում է կարդալ Աստծո խոսքը, վայ կխփնվես, վայ մի բացի այդ գիրքը կարդա։ Աստծո խոսքը կարդալով մարդը չի խփնվում։ Ուրեմն ինքնա երկրպագությամբ զբաղվելը խփնված չի։ Իսկական խփնվածությունը հենց այդ է, որ մարդը խփնվել է իր վրա, անդադար իր մասին է մտածում, վայ եսը սենց է, վայ եսը սենց եմ, սենց դնեմ, անենց դնեմ, ուշքի եկեք, սիրելիներս, Աստված դրա համար ձեզ չի ստեղծել։ Աստված ստեղծել է, որ մենք մեծացնենք այնպիսի երեխաներ, ովքեր օգուտ բերեն հասարակությանը, ովքեր ծառայեն հասարակությանը, ծառայելը դա ամոթալի բան չէ, կապ չունի ոնց ես ծառայում, դպրոցի դիրեկտոր ես, թե հավաքարար ես, թե ինչ ես, դու ծառայում ես համընդհանուր օգուտին, դրա համար է մեզ Աստված ստեղծել։ Երբ որ քնելուց առաջ մի քիչ մտածեք, ինչ օգուտ եք այսօր դուք տվել մարդկությանը, ձեր երեխաներին, ձեր ամուսնուն, ինչ լավ փոփոխություն, ինչ դրական ներմուծում եք արել այս աշխարհում։ Խնդրում եմ դրա մասին մտածեք։ Մի մտածեք ձեր շուրթերը լցնելու մասին, ձեր մարմնի այլ մասերը լցնելու մասին։ Ձեր սիրտը լցրեք Սուրբ Հոգով, ձեր ուղեղը լցրեք ճշմարտությամբ։ Այ դա իսկապես կգեղեցկացնի ձեզ։ Այն մնացածը սուտ է, մի խաբվեք։ Մի խաբվեք, որ հետո եւ այո Ադամի պես չասեք աչքերը բացվեցին ու տեսան, որ իրանք խաբված են, բայց արդեն ուշ կլինի։ Այսօր գործում է դեռ շնորհքը։ Այսօր Աստված ուզում է մեզ օգնել։ Քանի կա այդ օգնությունը վերցնենք։
կեղծ տեսությունները նրան ուղելով դեպի կեղծ չափանիշները նա աղավաղում է բնավորությունը։ Իսկ Սուրբ Հոգին Աստվածաշի միջոցով խոսում է մտքի հետ եւ ճշմարտությունը դրոշում է սրտում, այդպես նա բացահայտելով կեղծիքը այն դուրս է նետում հոգուց։ Աստծո խոսքի միջոցով գործող Սուրբ Հոգով է հենց որ Քրիստոս իրեն է քաշում իր ընտրյալ ժողովրդին։ Ուրեմն, երբ որ Սուրբ Հոգին ուզում է մեր հոգուց դուրս նետել, բացահայտել ու մեր հոգուց դուրս նետել կեղծիքը, խնդրում եմ, եկեք թույլ տանք նրան դա անելու։ Եվ այն ժամանակ իմանա կյանքի իրական երջանկությունը ինչու՞մն է կայանում, իրական, այլ ոչ թե սուտ երջանկությունը։ Թող Աստված մեզ օրհնի մի շաբաթվա բոլոր օրերին, որպեսզի մենք թույլ տանք Սուրբ Հոգուն, որպեսզի ինքը մեզ հանդիմանի, ուսուցանի, մխիթարի եւ որպեսզի մեր ուղեղը ու մեր սիրտը լցնի Աստծո ճշմարտությամբ, գեղեցկությամբ, գեղեցիկ մտքերով, դրական մտքերով, այլ ոչ թե ինքնասիրահարվածությամբ, ինչը սատանային հասցրեց դեպի դժոխք, այսինքն դեպի այն, ինչ որ ինքը անում է, այստեղ մեր աշխարհը դժոխք է սարքել եւ իրա հոգում դժոխք է։ Հեռու մնանք, մոտենանք Աստծուն, որպեսզի սատանան մեզ այնց փախչի։ Թող Աստված մեզ օգնի։ Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։